Տիկին Զորաբյան, համեցեք, Նայրա Զորաբյան, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, համեցեք Տիկին Զորաբյան ջան, Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կարևոր է ընտրական օրենսգիրքը, իհարկե կարևոր է, բայց ուզում եմ հիշեցնել նույն Դավիթ Հարությունյանի բազմիցս հնչեցրած միտքը, որ Հայաստանում ամենաազատ եւ անկախ ընտրությունները անցկացվել է 1990 թվականի ամենավատ, ամենախայտառակ խորհրդային միության ընտրական օրենսգրքով։ Դրանից հետո բոլոր ընտրությունների վրա մինչ վերջի թիմ ընտրությունները եղել է լեգիտիմության, սա արդեն իմ խոսքն է, ոչ թե պարոն Հարությունյանի, եղել է լեգիտիմության լրջագույն կասկած։ Այնպես որ հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ եթե կա իսկապես երկրում քաղաքական համաձայնություն անցկացնել ազատ եւ արդար ընտրություն, որևէ օրենսգիրք անգամ պետք չի ազատ արդար ընտրություն անցկացնելու համար։ Ուստի կարևորելով ընտրական օրենսգիրքը, եկեք չսարքենք ընտրական օրենսգիրքից մի վերջին այսպես սրբագուն ատյան եւ փորձենք ուրեմն հանրությանը ներկայացնել, որ ընդունելով բոլոր առաջարկները ընդդիմության, մենք ըստ էության փակում ենք ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանցքները։ Ոչ, այդպես չի։ Բոլորս էլ հասկանում ենք, ես այդ մասին քանիցս ասել եմ, 1000 անգամ հրապարակեք ընտրական ցուցակներ, իհարկե լավ է, որ հրապարակվելու է, եւ իդեպ պետք չէ նաեւ անդադ հղում անել Վենետիկի հանձնաժողովին, որ մենք դրան գնացինք Վենետիկի հանձնաժողովի կարծր դիմադրությունը հաղթահարելու համար։ Այդ Վենետիկի հանձնաժողովին մենք ենք հանդիպում, իհարկե իրենք ունեին որոշակի վերապահում, բայց հաստատ չէին կախվի, եթե 2007, 2003 եւ այլն ընտրությունների ժամանակ եւս մենք գնայինք ընտրացուցակները հրապարակելու ճանապարհով։ Վստահեցնում եմ ձեզ, Ջանի Բուքիկյոն ինքնասպան չէր լինի։ Միանշանակ, այնպես որ սա մի ներկայացրեք, որպես միջազգային հանրության կոշտ դիմադրությունը հաղթահարելու հերոսական ճիգ։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, այո, շատ կարևոր է գոնե մայր փաստաթղթով, որով մենք գնալու ենք ընտրության, հնարավորինս սողանցքները ընտրակեղծարարության փոքրացվեն։ Լուծելու է սա բոլոր խնդիրները, իհարկե ոչ։ Կա այս դահլիճում որևէ միամիտ, որ մտածի, որ էս էլ արեցինք, ընտրացուցակները հրապարակեցինք 50 մետր կամ 10 մետր, ուզում ես կամերան պահի քվյախցիկի մեջ, ոչինչ չի փոխվելու, եթե ի սկզբանե իշխանությունը առաջնորդվելու է ամեն ինչ կամ ոչինչ տարբերակով, ինչը մենք տեսանք Գյումրիում եւ Վանաձորում։ Պիտի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, առաջին փորձությունը սահմանադրական հանրաքվեի փառահեղորեն տապալվեց Գյումրիում եւ Վանաձորում, միջ այդ նաեւ կոալիցիոն մեր տարբեր գործընկերներն էին ասում, սա հիանալի հնարավորություն է եւ դուք կտեսնեք, թե ինչպես է օրենքով տեղի ունենալու իշխանափոխություն։ Տեսանք Վանաձորում ըստ էության հաղթեց ընդդիմությունը, փաստացի դե յուրե եւ դե ֆակտո հաղթեց ընդդիմությունը, բայց քանի որ իշխանությունը պատրաստ չէր եւ հիմա էլ պատրաստ չէ որևէ բան զիջելու, ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, եկեք վհուկների ворջ չկազմակերպենք։ Թող քար նետի առաջին այն կուսակցությունը, ով կկանգնի եւ կասի, որ հնարավոր չէ իր ներսում գտնել մեկին, որին հնարավոր է ահաբեկել, վախեցնել, կաշառել։ Նույն հանրապետականի ներսում, այստեղ խնդիրը այն է, ինչու է իշխանությունը գնում այդ ճանապարհով։ Սա է ամենավտանգավորը, որը գործարկվելու է, գործի է դրվելու նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ ի վերջո, նույն այդ բոնուսային համակարգը, որը մենք տեսանք Գյումրիում, եկեք ամրագրենք, ով մի 0% ավել է ստանում, ասեն կարող է այնպիսի վիճակ լինել, որ որևէ քաղաքական ուժ անգամ 32% չստանա, ոնց որ Բալասանյանը, ստանա 10% մյուսների համեմատ, ուրեմն եկենք ամրագրենք, որ ով մի տոկոս ավել ստացավ, դա ավտոմատ դառնում է քաղաքապետ, այդ ավելի արդար է, որտեղ որևէ տրամաբանություն չկա, որ 30% ստացած տեխնացուն, ով հավակնում են ընդամենը 11 մանդատի, ավտոմատ 6 մանդատ էլ, չգիտես
որտեղից նրան նվիրվում է 10 հարկանի բոնուսների արդյունքում։ Հիմա ոնց է աշխատել, ես շատ դժվար եմ պատկերացնում, թե այդ հարաբերակցությամբ ավականիների իշխանություն եւ ընդդիմություն եւ Գյումրիում եւ Վանաձորում ինչպես է աշխատելու ընդհանրապես քաղաքային իշխանությունը։ Ի վերջո, սա էլ հո քաղաքական հարց չէր, սա էլ հո կյանքի հարց չէր, ընդհանրապես քաղաքային իշխանության հարց էր, որը պիտի կազմակերպի քաղաքի մենեջմենտը, քաղաքի լավ կամ վատ կառավարումը։ Այդ ձեզ ով է ասել, որ միայն Բալասանյանը կամ այն ձեր մյուս տեխնացուն կներեք անունը չեմ հիշում Վանաձորում, իրենք են այդ ամենափայլուն մենեջերները, որ կարող են կառավարել։ Տայիկ Քրիս Մարուկյանին օրենքով լեգիտիմ կերպով ուրեմն մեծամասնություն հավաքած տեխնացուին տեսնեինք։ Ի վերջո նաև կարող էիք ասել, որ ընդդիմություն դու ճիշտ չէիր, երբ որ ասում էիր սահմանադրական փոփոխությունները ոչինչ չէին տալու։ Տեսակ առաջի օրինակը, ինչպես աշխատեց Վանաձորում, բայց ոչ, գործի դրվեց բոլոր հնարավոր մեխանիզմը՝ տանել, բերել, կաշառել, ահաբեկել, վախեցնել, որի արդյունքը մենք տեսանք ավականու քվեարկության ժամանակ։ Սա ազնիվ ճանապարհ չէ։ Եվ սա ինչի մասին է խոսում, որ նույն մոդելը կիրառվելու է նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Սա է հաջորդ հարցը, պարոն Հարությունյան, դուք հիշում եք, որ երբ որ մենք ստորագրեցինք համաձայնագիրը, մենք նաև մեր գործընկեր ՀԱԿ-ի հետ քննարկել ենք այս դրույթը սուտ հայտարարության հետ կապված եւ ես հույս ունեմ, պարոն Զուրաբյան, որ դուք փոխանցել եք, քանի որ դուք էիք հիմնական բանակցողը, փոխանցել եք Բարգավաճ Հայաստանի մտահոգությունը նշյալ դրույթի հետ կապված։ Սա դամոկլյան սուր է, պարոն Հարությունյան։ Ես հասկանում, սա ընդհանրապես արված է հակակշռելու համար, բալանսի բերելու համար, ընտրացուցակների հրապարակման հնարավոր ռիսկերը իշխանության համար, որպեսզի գիտեք շատ դժվար է այսօր այս հիասթափված իրականության մեջ գտնել այնպիսի կամիկադզեների, ովքեր իմանալով, որ 2-ից 5 տարի կա քրեական պատասխանատվության հոդված, կգնան այդ քայլի։ Հիմա ինչն է մեր առաջարկը։ Այո, վատ է սուտ հայտարարությունը, իհարկե վատ է։ Եթե դա արված է միտումնավոր, եթե դա արված է դիտավորյալ, բայց դուք էլ իրավունք չունեք բացառելու, որ հնարավոր է բարեխիղճ մոլորության դեպքեր։ Հնարավոր է, որ ես վստահ լինեմ, որ իմ դրկից հարևանը 10 տարի հանրապետությունում չէ, եւ իսկապես հնարավոր է, որ նա այդ օր եկել քվեարկել է, ես պատահաբար իրեն չեմ տեսել։ Հիմա դա ինչ է նշանակում, որ դրա համար ես պիտի 2-ից 5 տարի ենթարկվեմ քրեական պատասխանատվության, եթե այստեղ չկա դիտավորության եւ միտումնավորության տար։ Եկեք այս դրույթը նորից քննարկենք։ Ես կրկնում եմ, Բարգավաճ Հայաստանը իր ուրեմն ստորագրած պարտավորություններից հետ չի կանգնում։ Մենք գտնում ենք, որ եւ ցուցակների հրապարակումը եւ տեսարան նկարահանումը դա լրացուցիչ գործիք է վերահսկելու ընդդիմության ընտրության արդար ընթացքը, բայց այս հոդվածը ուղղակիորեն թիկունքից հարված է լինելու այս երկու բարեփոխված դրույթներին։ Թողենք, չգիտեմ, այլ պատասխանատվություն, թողենք տուգանքի չափսը մեծացնենք, բայց քրեական պատասխանատվությունը եկեք հանենք, որովհետև ես կրկնում եմ, մենք իրավունք չունենք երբևէ բացառելու եւ հավանականությունը շատ մեծ է, որ կարող է իսկապես չլինի այդտեղ դիտավորության եւ կանխամտածված սույթ հայտարարություն անելու մոտիվացիա եւ կոմպոնենտ եւ մտածել, որ դրանից հետո ընտրությունները ուրեմն բանի ինչ որ անհասկանալի process-ի վերածելու համար բողոքների շռնդալից հոսք կլինի, անկեղծ ասած ես դրան չեմ հավատում, որտեվ այստեղ արդեն գալու է յուրաքանչյուր քաղաքական ուժի պատասխանատվության խնդիրը, որևէ քաղաքական ուժ հարյուրավոր ոչ ճշտված հայտարարություններ չի անի, որովհետև ի վերջո դատարանը կապացուցի, որ գործ ունի տվյալ անլուրջ քաղաքական ուժի հետ, որի նպատակը ընդհանրապես հետընտրական process-ներ հրահրելն է։ Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կգնա դրան, որ սկսի անիմաստ կերպով սուտ հայտարարություններ անել։ Պետք չի այդպես անլուրջ վերաբերել քաղաքական ուժերին եւ մտածել, որ բոլոր քաղաքական ուժերն են ավանտյուրիստ եւ բոլորի նպատակն է հետընտրական կրքեր
վերահրելը, այո, միգուցեև կան այդպիսի քաղաքական ուժեր, բայց ես առնվազն կարող եմ վստահեցնել, որ այն քաղաքական ուժերը, ովքեր ստորագրել են այդ համաձայնության տակ, նրանք վստահաբար չեն գնալու այդ ճանապարհով, այսինքն միտումնավոր կեղծ հայտարարություններ չեն անելու, ուստի եկեք մեկ անգամ եւս այս դրույթը քննարկենք, այստեղ կա լրջագույն խնդիր, ես կրկնում եմ, դիտավորությունը, եթե մենք կարողանանք ինչ որ ձևակերպման մեջ հստակ սահմանազատել դիտավորյալ կեղծ հայտարարություն անելը, այլ ուրեմն իսկապես բարեխիղճ մոլորության հետ, եկեք այդ սահմանազատումը դնենք։ Դիտավորյալի դեպքում ես համաձայն կլինեմ, բայց ոնց ենք մենք դա տարբերակելու, կա այդ չափորոշիչը, այդ ինդիկատորը, մենք իսկապես լավ աշխատանք ենք արել, իսկապես ինչ-որ մի զգալի արդյունքի հասել ենք, որը հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել այն գործիքները, որ վերահսկվի ընտրությունների ազատ ընթացքը։ Եկեք այս մի քայլով ուղղակիորեն չվնասենք ձեռք բերված համաձայնությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մեկ անգամ եւս քննարկենք, ամենայն դեպս առաջինից երկրորդ ընթերցում Բարգավաճ Հայաստանը ներկայացնելու երկու առաջարկ, մեկը ապա քրեականացնել սուտ հայտարարության համար այդ դրույթը եւ երկրորդ չարաբաստիկ բոնուսային համակարգի վերաբերյալ, որը ուղղակիորեն բացարձակ անարդար է, անկախ նրանից Իտալիայում, Ֆրանսիայում, չգիտեմ, Սան Մարինոյում ինչպես են առաջնորդվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի Տիկին Զուրաբյան, որոշ առումով ընդունելով ձեր դիտողությունները եւ մտահոգությունը, բայց տեղեկացնեմ, որ միայն այդ ստորագրված ուժերը չեն, չէ՞ բայց մասնակցելու։ Դրա համար իհարկե մենք էլ չենք կարծում, որ ստորագրված ուժերը կգնան այլ ճանապարհով, բայց պարլամենտական ընտրություններին տեսականորեն մասնակցելու են նաև այլ ուժեր եւ չի բացառում, որ կլինեն ուժեր, ովքեր որ կցանկանան արհեստական լարել իրավիճակը։ Դրա համար կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչ պարոն Դավիթ Հարությունյանն ու մեր ընդդիմության ներկայացուցիչները կքննարկեն, տեսնենք ինչ տարբերակ կա, բայց այնուամենայնիվ իմ սեփական դիտարկումը հետեւյալն է. եթե մենք օրենքով պատժում ենք, քրեական օրենքով պատժում ենք նրան, ով որ խախտում է թույլ տալիս, պետք է նաև պատժել նրանց, ովքեր որ միտումնավոր կեղծ տեղեկություն են տալիս։ Իսկ այժմ ձայնը տրվում է Հանրապետական խմբակցության ղեկավար, հարգելի պարոն Վահրամ Բաղդասարյանին,